մարդկային պատմությունը գրանցված, որը կա հետերից, փարավոններից, ամբողջը որ գումարես կարող է ընդամենը մի 200 տարի եղել որ պատերազմ չի եղել։ Պատերազմ լինելու է ցանկացած պարագայում անկախ նրանից, որ եթե ձեզ թվում է, որ Եվրոպայում չեն գիտակցում, որ հիմա տենց բարեկիրթ եւ հանգստության մեջ ապրող Ժնևում չկա պատերազմ, իրանք լավ էլ հասկանում են, որ Ուկրաինայում այդ պատերազմը իրանց համար է։ Գոյություն չունի իրավիճակ, երբ երկիր, որը գնդաձև ձիչի վակուումի մեջ, պատերազմի մեջ չի, ուղղակի կամ քոնոնք զոհվում են, քո երեխեքը, կամ դու դրան աջակցում ես, որ այդ պատերազմը քո դռանը չգա չհասնի, խելացի երկրները մտնում են այն միությունները, որոնք հնարավորություն են տալի պատերազմը քո դռնից եւ քո դիրքերից հեռու պահել։ Դեգեներատները ասում են մենք մինուճար ենք, մենք հատուկ ենք, մենք մենակ մենք ենք։ Ու ստանում ենք ինչ ճիշտ է, ցանկացած պատերազմը 150% լինելու է։ Դուք չեք կարող խուսափել նրանից, որ Իրանում կլինի եղաշրջում։ Ադրբեջանում պնդում են, որ Ադրբեջանից սպասում է Սիրիայի բախտը, Ադրբեջանում լինելու է ներքին քաղաքացիական պատերազմ, որի արդյունքում մենք ունենալու ենք մեր սահմանին, նույնը ինչ որ Իսրայելը իր սահմաններին ունեցավ Սիրիայի պարագայում։ Ուզում եք դա համարեք պատերազմ, չեք ուզում դա համարեք պատերազմ, ձեր հոգեկան եւ հոգեբանական սեռական խնդիրներն են։ Գուցե պատերազմը հենց այն է, ինչ ես ներկայացրեցի, որ ասեն Ադրբեջանի հետ Հայաստանի Ադրբեջանի միջև զինված հակամարտության հավանականությունը 0 է։ Այսինքն Ադրբեջանի գործոնն է միայն դիտարկվում գուցե։ Դա անգրագիտության вообще վերին աստիճանն է։ Դու բացի նրանց որ դիլետանտ են, համը բազմախնդիր, ասի մուլտիզադաշնես կոչվածը չունի, ժամանակին Windows 3.1 կար, ասած որ ֆլոպիկը մտցնում էր, ինքը ոչ մի բան էլ չէր անում։ Մինչև այդ ֆլոպիկը ֆորմատ չաներ։ Հիմա դա մենակ Ադրբեջանով չի։ Իրանում պատերազմ, հանգիստ, Թուրքիայում հանգիստ, քրդական ապստամբություն, Թուրքիայի խնդիրները Իսրայելի հետ, Էրդողանը մեծ է, Էրդողանը մահացավ, Էրդողանի մահից հետո ինչ է գալու։ Բալավ հիմնականը որ ասեն մեզ ընտրեք, նրանց մի ընտրեք, ծրագրեր դեռ չենք տեսնում, լավ, գուցե նախապատրաստական շրջան է։ Գոյություն չունի իրավիճակ, ել եմ ասում, որտեղ Հայաստանը պատերազմ չունի։ Հայաստանը ունի պատերազմ իր մոտակա եւ հեռակա ապագայում անկախ մեր ցանկությունից, այդ նշի որ մենք ենք լինելու դրա բան, ոնց որ մեծ հաշվով 44-ն էլ մենք չէինք։ Պարզապես դուք ուզում եք ասեք, որ ոչ միայն Հայաստանում է պատերազմը լինում։ Դա նենց չի որ սախիմա ժողովուրդը անհանգստանա եւ ասի, «Օ, ուրեմն փախտեն գնանք ուրիշտեղ, որտեղ չկա պատերազմ»։ Որտեղ որ փախտում եք, ընդեղ է պատերազմ։ Չկա տեղ, որտեղ դուք փախնեք, պատերազմ չկա։ Ասելիքս է դեր, որ պատերազմը տեսեք, պատերազմը մարդկության, գոյության բնականոն վիճակն է, բնականոն հասկանում եք։ Նաև բնականոն պետք է լինի միշտ պատրաստ լինել պատերազմին։ Այո, եւ ընտրել, չընտրեք, ոնց ինչ էին ասում, մեզ ընտրեք պատերազմ չլինի։ Պատերազմ չլինելու միակ տարբերակը այն է, որ դու հանձնվում ես։ Այսինքն քո ինքնությունը կորցնում ես։ Ինչին որ Նիկոլը գնում է։ Հունաստանը հրավիրել է Հնդկաստանի միանալ Կիպրոսի Իսրայելի հետ պաշտպանական դաշինքին, որը կարող է հակազդել, ասում են, Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ աճող համագործակցությանը, որը կոչվել է Իսլամական ՆԱՏՕ։ Իսլամական ՆԱՏՕ-ն մարդիկ ովքեր տարածաշրջանում ուսումնասիրում են, այս բանը արդեն երևի 1500 չինական զգուշացումն է։ Իսլամական ՆԱՏՕ-ն մեռան ստեղծելով ոչ մի անգամ չեն ստեղծել, թողենք մի կողմ չի լինելու։ Ինչու են Կիպրոսը, Իսրայելը, Կիպրոսը, Հունաստանը եւ Իսրայելը ունեն գազի խնդիր։ Գազ, որի մի մասը Իսրայելի շելֆի վրա է, մի մասը Կիպրոսի, Թուրքիայի հետ կոնֆլիկտը ակնհայտավոր կա եւ բացի դրանից Թուրքիան դեպի Լիբիա այդ տարածքները, ծովային տարածքները շելֆը, այսինքն հատակը, ծովի հատակը հայտարարել է, որ Իրանն է, Հունաստանն ասում է, որ չէ, քոնը չի եւ ընդեր այդ պատմությունը կար։ Հունաստանը ստացել էր Բայդենի ադմինիստրացիայից ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ, գլխավոր ռազմավարական գործընկեր տարածաշրջանում։ Ինչ եկել է այս կյաժը, տարածաշրջանից բան չի հասկանում, համ այդ դիմենցիայի մեջ չի հասկանում, չի խառնվում այդպես բաների։ Էրդողանի հետ է խոսացել, գոհ շնորհակալ են իրարից բան այդ մի շաբաթ առաջ 10 օր տենց ինչ որ սաղ լավ է, նույնիսկ ասել է որ կարող է քեզ F-35 տանք, նո չգիտեմ եթե Իսրայելը թույլ տա կտան։ Բայց ամեն դեպքում Հնդկաստանին կանչելը, ես չեմ համարում, որ սա լուրջ է։
որովհետև նախ եւ առաջ Թուրքիան եւ Սաուդները կոնֆլիկտի մեջ են։ Եվ սա մի փոքր պրոպագանդիստական բնույթ է կրում այդ հայտարարությունը։ Իսրայելը եւ Կիպրոսը շատ լավ հարաբերություններ ունեն եւ այդ նաեւ ոչ միայն Թուրքիայի հետ կապված, այլ նաեւ ֆինանսական առումով շատ կարեւոր բաներ են։ Կիպրոսը բանա անունվածվում անդր։ Հունաստան-Կիպրոս դե կապը հասկանալի է, այնտեղ Թուրքիան հիմնական բանն է, այս պահին Իսրայելը ձևականորեն, այսինքն երևացող Թուրքիային փորձում է հայտարարել որպես թշնամի, ինչի, որպեսզի ցույց տա, որ ինքը տարածաշրջանում բոլորի դեմ է պայքարում, ոչ միայն Իրանի, բայց իրականում Իսրայելի եւ Թուրքիայի ղեկավարությունը երբևիցե ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում կոնֆլիկտ չեն դուրս գա։ Ասեմ ինչու։ Թուրքական բաները, վերլուծականները, բլոգերները բաները գտել էին, օրինակ երբ որ Գազայի պատմությունը սկսեց, բանից հոկտեմբերի 7-ից հետո Թուրքիան դուրս եկավ փողոց, մարդիկ դուրս եկան փողոց, գնացին սկսեցին McDonald's վառել, Starbucks վառել, բան ասում էին, անի Իսրայելի հետ հարաբերությունները դատարկ։ Բայց Թուրքիան շարունակում էր Իսրայելին բան վաճառել։ Այնուհետ վերջը հասան ինչ-որ մի բանի, այն քիչ էր մնում հպատոսությունը վերցնեին պոլսի, տրակացնեին բաները մարդիկ։ Այդ պետական վիճակագրությունը մի պահ մեկ է սկսեցին որպես օրինակ բերում, այլ մենք դադարել ենք հարաբերությունները Իսրայելի հետ։ Նայում են իրոք Իսրայելի հետ հարաբերությունները, ասենք որ եթե 15-16 միլիարդ էր, ինչ-որ դարձել 300 միլիոն։ Բայց մի հատ հետաքրքիր բան էր տեղի ունեցել։ Այդ 15-16 միլիարդը գնացվել է Պաղեստինի դիմաց։ Այսինքն թեման հետևյալն էր, Թուրքիան նույն ապրանքը, նույն քանակով, նույն գներով վաճառում էր, ուղղակի հիմա ստացող ընկերությունը գրանցված էր ոչ թե ասենք Տել Ավիվում, այլ օրինակ Բիֆլեևում։ Այսինքն Պաղեստինի տարածքում։ Այսինքն թուրք-իսրայելական կարճ ասած, դուք չեք հավատում։ Բացառվում է դա։ Որ օրը որ իրանք իրար հետ հական իսկականից, երկուսն էլ կործանվում են։ Որովհետև երկուսն էլ տարածաշրջանի եկվոր թշնամիներն են։ Բոլորի համար համատեղ ուժերով մեջտեղից կճղեն։ Հորդանանցիք, սաուդները, եգիպտացիք, քրդերը, մենք, պարսիկները, հույները, երկուսին է այսպես կդնեն, այսպես կճղեն, որովհետև երկուսն է եկվոր կոնֆլիկտ առաջացնող է։ Պրոբլեմը Իսրայելի եւ Թուրքիայի որն է։ Իսրայելի հրեական այսօրվա Իսրայել կոչվող տարածքի հրեական բնակչությունը սկսել է առաջանալ 1886 թվականից։ Ընդ որում առաջի այդ բաները, կոլոնիաները անուն առանուն կա հրապարակված։ Մենք չենք կարող մնալ Թուրքիայի ազդեցության ներքո։ Պրոբլեմը նրանում է, որ Թուրքիան չի կարող ազդեցություն ունենա Հայաստանում։ Ինքը կամ Հայաստանը պետք է ամբողջությամբ բան անի, յուրացնի, ոչնչացնի։ Կամ պետք է Հայաստանի հետ յոլա գնա, որպես Հայաստանը որպես եվրոպական երկիր։ Մոդել չկա, որում մենք համագործակցում ենք։ Որպես եվրոպական երկիր դա այն բանից հետո, երբ Հայաստանը անդամակցի Եվրոպային։ Նույնիսկ եթե ասոցիացման պայմանագրի հաստատող տանք, մոդել չկա, որում չեզոք Հայաստանը եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ուղղակի համագործակցում են, գոյություն չունի տենց մոդել։ Նույնիսկ եթե Նիկոլին խաբել են կամ ասենք ինքը մեզ է ուզում այդ կուտը տա, մենք ենք սատկացել շմանգալի նալերը փոքենք, տենց որ էս Նիկոլին զգուշացում իր շլյապով սենյակում նստած վիճակով էլ շլյապեն դու ես ընկեր։ Գոյություն չունի իրավիճակ, որտեղ ոչ մի տեղ չանդամակցող Հայաստանը կամ մնալով ԵԱՏՄ-ում Հայաստանը, այսինքն ԵԱՏՄ-ում, այսինքն թուրքական կոմբանի մեջ։ Եվ Ամերիկան օգնական չի, նորից եմ ասում, Սևրի պայմանագիրը բան արեք, բոլորը դեմներդ պահեք։ Ամերիկան դուրս է գալիս, լավ թողենք Սևրի պայմանագիրը, ցավոտ թեմա է։ 21 թիվ Բայդեն, Աֆղանստան։ Ուղղակի Աֆղանստանից դուրս գալը այդ 20 տարի 1.6 թե 1.7 տրիլիոն դոլար Աֆղանստանի մեջ դրած բանակ ստեղծած ներդրումներ, կանանց իրավունքներ, բաներ, մի հատ հիշեք։ Մինչև այդ հիշեք Սայգոն, մինչև այդ հիշեք, ասենք, չգիտեմ, Հարավսլավիա, մինչև այդ հիշեք Իրաք։ Գոյություն չունի մի իրավիճակ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտնում են
եւ մնում են։ Իրանք միշտ դուրս են գալիս, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համակարգը այնպիսին է, որ երկարաժամկետ, ասենք 100-ամյա, 50-ամյա պլաներ չկան։ Բա թրիփը 49-ամյա։ Թրիփը կոմերցիոն, ըստ իրաց կոմերցիոն է։ Իհարկե Ամերիկա չի, որովհետև թուղթը, որը ստորագրել են, որով թրիփը ստեղծել են, տակը գրած է, որ սա դիվանագիտական փաստաթուղթ չի, սա իրավական հետևանքներ չունի։ Վենսն է գալիս։ Վենսը ով է։ Ով է Վենսը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փոխնախագահի միակ գործառույթն է, որ նախագահան մեռնի, ինքը դառնա նախագահ։ Հա, մեկ է բանում, սենատում նստի, եթե ձայները հավասար են, ինքը մի ձայնով որոշում կայացնի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փոխնախագահան ոչ մի բան չի որոշում։ Ոչ մի բան ընդհանրապես։ Վիտյոկն ու զյատյոկը, այսինքն Վիտկովն ու Կուշները, ավելի մեծ ազդեցություն են կամ Վենսը։ Ես ցած բանի վրա զարմանում եմ, որ թողես, ամեն մեկը բարոյականության մասին կխոսես կառավարությունում։ Գնան կհասնեն, կդրիչի երեխուն, չգիտեմ, այն նրա մորաքրոջը, նրա քեռակնոջը, սաղին կհանեն, որոնք հապացուցված մանկապիղծի հետ դու գործակներ եք կնքում։ Երկու մանկապիղծների։ Չի կանչե Վենսին, որ ինչ։ Նորից եմ ասում, այդ դրանից է, որ մարդիկ չգիտեն ինչ, ամերիկյան համակարգում փոխնախագահի միակ գործառույթը զոհված, մեռած կամ անգործունակ նախագահի տեղը զբաղեցնելն է։ Ուրիշ հարց է, որ դուք վստահ եք, որ Տրամպին էսը կանեն, impeachment կանեն, եւ ուզում եք Վենսի հետ լավ լինեք, բայց այդ պարագայում չեք Տրամպի անունով բան կոչել։ Եթե տենց հեռատես էիք եւ գիտեիք, որ Տրամպը մնալ է, ասեմ Վենսը ինչ է։ Ուզում են ցույց տան, որ իրանք ինչ որ տենց ոնց է բալանսավորված անբարոյականության մասնագետներ են։ Վենսը վերջի անգամ որ եկել է Եվրոպա, հակաժողովրդավարական, հակամարտկային, հակաեվրոպական ելույթ ունեցել, սաղին վիրավորել է։ Դուք Վենսին բերում եք ձեզ մոտ, որ ինչ։ Որ ինքը գաս տեղից հակաիրանական կամ հակահայկական կամ հակաեվրոպական հայտարարություններ անի։ Ես արևմտամետ իրանց կոչող կուսակցությունների վարկանիշն եմ սպասում ուղղակի Վենսի գալուց հետո մեկ է իրանց հայտարարությունները։ Ես ուզում եմ հասկանամ, իրոք հետո իրանք շարունակելու են ասում, որ իրանք Եվրոպամետ են կամ Ամերիկամետ։ Այսինքն Եվրոպամետ մարդը կարա կանգնի, ասի Վենսը լավ է որ գալիս է։ Հա, Վենսը որը հայտարարում է, որ Եվրոպա պետք է չլինի։ Որ դուք պետք է աճ բաներին ձայն տակ դուք ես ինչ եք անում ժողովրդավարությունը խեղդում եք։